Մեր տարածաշրջանում բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, հատկապես անասնապահությունն ու կարտոֆիլի մշակությունը։ Տարիներ շարունակ գյուղացիներն ապրել են այս ոլորտներից ստացվող եկամուտով, սակայն վերջին շրջանում առաջացել է լուրջ դժվարություններ, որոնք ազդում են ինչպես աշխատանքի արդյունավետությանը, այնպես էլ մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Քարտոֆիլի պայմանները են որ հələ չենք ցանը ծախե, բայց ցանելու մասին կմտածենք։ Մինչև հիմի քարտոֆիլ ունենք ծախում, առնող չկա։ Չեն պետությունը չոր գոնե մետեղը ինչ որ օրգանիզավատեր են, հիմի ես այդտեղ 3-4 տոն քարտոֆիլ տանեմ ուր լսեմ, վեր թուն բլսնեմ որ մարդկանց վնաս չի տա։ Դեպի կարող է շրաֆեն էկոլոգիան փչացնելու համար։ Չգիտես ինչ ենես։ Թուրքիայի հոտած քարտոֆիլը վերել են 70-80 կապեկ կիլոյից ծախենքը, բայց մեր արտադրանքը մեր վրա է մնացել։ Խնդիրներից ամենացավալին մնում է բերքի իրացման հարցը, հաճախ գյուղացիներին աճեցրած կարտոֆիլը մնում է չվաճառված կամ վաճառվում է շատ ցածր գնով, այն դեպքում, երբ շուկայում շարունակվում են թանկացումները, վառելիքի, պարարտանյութերի եւ այլ անհրաժեշտ ծախսերի մասով։ Աղջիկյան քարտոֆիլը կա, շատ է կա, պայինգոր թանկ ծախեն, երևի չի ծախվի դուրս կլաստեն, հայմինաղդի մայետ մե։ Քեր ժողովուրդը ուրդիցի կենե, չարչարանքը շատ, պանջանքը շատ, բենզին, սալարկա թանգել է, և դիցան է, իշկան դիցան են շատ, ահավոր վիճակ է աղջիկ ջան։ Այս պայմաններում շատերի մոտ առաջանում են լուրջ հարց՝ շարունակել զբաղվել կարտոֆիլի մշակությամբ նույն ծավալներով, թե կրճատել արտադրությունը եւ այն պահել միայն ընտանեկան կարիքների համար։